Բարև ձեզ ժողովուրդ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Ողջունում եմ բոլորիդ սրանցիներ, ողջունում եմ բոլորիդ և Չէ, ես պրոբլեմա, որ այսօր ամսի քանիսն է, 13-ը, ընդամենը քարոզարշավի 5-րդ օրն է, բայց իմ ձենը կտրվել է, այս ոնց արնելու սրա վերջը, հետա պետք հասկանալ։ Սիրելի ապարանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորի։ Ես առիթ ունեցա ասելու, որ 2018 թվականից մինչև այս կողմ կառավարությունը Արագածոտնի մարզում շուրջ 300 միլիոն դոլարի ներդրում է արել ամենատարբեր ծրագրով։ Ներառյալ ապարան խոշորացված համայնքում մենք շուրջ 2.4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել համայնքի հետ համատեղ, որտեղ ֆինանսավորման մոտավորապես 45% իրականացրել է կառավարությունը եւ մենք շատ ուրախ ենք, որ այդ համագործակցությունը ստացվում է եւ ապարանն էլ կառավարություն եւ համայնք համագործակցության արդյունքում տեսանելիորեն փոխվում է։ Ես հիշում եմ այն ճանապարհն էլ, հիշում եք, քանի անգամ եկել եմ ճանապարհի շինարարության ընթացքում։ Գիտեմ, որ ապարանում երիտասարդական կենտրոն է ստեղծվել, որ արդեն որերորդ անգամ պլանավորում եմ, որ մտնեմ, բայց չի ստացվում, դուք տեղյակ եք, երիտասարդական կենտրոն լավ աշխատում է, գոհ եք, հա, իրոք, իսկ որտեղ է։ Դե նկատի ունեմ, մոտակայքում է երիտասարդական կենտրոնը։ Մոտիկա ստեղից։ Շատ լավ։ Ժորժ ջան, ես նաև ուրախ եմ արձանագրել հետևյալը, որ մենք այս ընտրությունների նախընտրական քարոզարշավ մտնում ենք մի քանի կարևոր որոշումով։ Դրանցից ամենալավը, որ ուզում եմ հիշատակեմ, երկու ամենալավը առողջության ապահովագրության համակարգի ներդրումն է եւ կենսաթոշակառուների թոշակների բարձրացումը։ Եվ ես հույս ունեմ, որ մեր թոշակառուները զգում են իրենց կյանքում որոշակի փոփոխություն, որովհետև փոփոխությունը էական այնքանով, որ Հայաստանում միջին կենսաթոշակը առաջին անգամ համապատասխանում է նվազագույն սպառողական զամբյուղին։ Եվ սա շատ կարևոր եւ էական դարակազմիկ փոփոխություն է։ Ժողովուրդ 2018 թվականից մենք 5 անգամ թոշակները բարձրացրել ենք։ 16,000 դրամ ա եղել 2018 թվին, ես որ վարչապետ եմ դարձել, 16,000 դրամ ա եղել նվազագույն թոշակը։ Հիմա նվազագույն թոշակը 46,000 դրամ ա, դրան գումարած միջինում 10,000 դրամ մարդիկ նաև հետ վճար են ստանում, կարող ենք հստակ վստահ ասել, որ նվազագույն թոշակը հետ վճարը ներառյալ 55-56,000 դրամ ա։ Եվ սա սոցիալական ոլորտի լրջագույն փոփոխություն է, որը տեղի է ունեցել մեր հանրապետությունում։ Հաջորդ փոփոխությունը առողջության ապահովագրությունն է։ 65+ տարիքի ժողովուրդը, մեր սիրելի հայրենակիցները, տատիկները, պապիկները առողջական խնդիրներ ունենալու դեպքում մեծամասամբ հիմնականում կարողանում են օգտվել առողջության ապահովագրության ծրագրից, եւ սա շատ կարևոր նորություն է, որովհետեւ 2018 թվականին ես ասում էի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիվանդանոցի դռներին պետքա չմնա, եւ այսօր 65 առողջության ապահովագրության համակարգի մեջ ներառված քաղաքացիները որևէ մեկը հիվանդանոցի դռներին չի մնում, եւ սա շատ կարևոր որոշում է, բայց դուք գիտեք, որ կառավարության հաշվին ֆինանսավորվում է մինչև 18 բյուջեի հաշվին ավեճիշտ, մինչև 18 տարեկան երեխաները առողջության ապահովագրության շահառու են եւ 65+ տարիքի թոշակառուներ են, առողջության ապահովագրության շահառու են։ Բայց ես նաեւ ուզում եմ ասել, որ այս որոշումը կարևոր է նաեւ երեխաների ծնողների եւ ծնողների երեխաների համար,
որոնք երկու դեպքում էլ մարդիկ միշտ հատկապես տարիքով ծնողներ ունեցող մարդիկ միշտ մի ներքին լարվածություն են ունենում, ասում են դե ծնող են տարիքի հետ մի բան որ եղավ, բա մենք ինչ ենք անելու, ոնց ենք լուծելու այդ հարցը։ Հիմա ես ձեզ եկել եմ ասելու, դուք այդ հարցը լուծելու եք հետևյալ կերպ։ Ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է եւ դուք Աստված տա բոլորը առողջ լինեն, որևէ մեկը կարիք չունենա, բայց եթե այնուամենայնիվ կա խնդիր, պետությունը կանգնած է։ Ժողովուրդ ջան, 2025 թվականը մի քանի բաներով առաջին տարին է, չնայած բանը 26 թվականն էլ է, մի քանի բաներով առողջության ապահովագրությունով առաջին տարին է։ Իմիջիալոց դուք գիտեք, որ Հայաստանի պատմության մեջ երկու անգամ փորձ ա եղել ներդնել առողջության ապահովագրությունը եւ երկու անգամ էլ չի ստացվել ներդնել։ Այս անգամ մենք 8 տարի հետևական, բայց ես խնդրում եմ դուք չմտածեք հանկարծ, թե մենք 8 տարի նստել ենք պարապ եւ 8-րդ տարում իրականացրել ենք։ Ոչ, առողջության ապահովագրությունը հաշվի առնելով նաեւ նախորդ շրջանի փորձը, մենք քայլ մոտեցել ենք։ Սկզբից պետպատվերի շրջանակն ենք ընդլայնել։ Հետագայում պետպատվերի ընդլայնման շրջանակի մեջ մենք ծրագրերն ենք փոփոխել, մասնավորապես օֆերտայի ծրագիրն ենք ներդրել։ Հետո ներդրել ենք էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը։ Բոլորի հետ կապված, ընդ որում մենք քննադատություններ ենք ստացել։ Որովհետև մարդիկ ամեն անգամ ասել են, դե ինչ է էլեկտրոնային բանը, նախկինում ասել են, վայ պետպատվերը ավարտվեց, եւ այդպես շարունակ, անդադ sense խնդիր են եղել։ Ամեն անգամ մենք մեր առաջ մարտահրավերներ ենք դրել, գնացել ենք այդ մարտահրավերները հաղթահարել ենք։ Այսօր ի վերջո ես հպարտ եմ արձանագրել, որ առողջության ապահովագրությունը աշխատում է սահուն եւ բնական ճանապարհով։ Եվ այսօր թոշակառուներ, սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունում 0 կոպեկ ծախսելով ստանում 4 միլիոն դրամանոց վիրահատություններ ստանում 3 միլիոն, 2 միլիոն, 1 միլիոն, 500,000 դրամ։ Այդ չեմ ասում, որ տասնյակ հազարավոր թոշակառուներ, որ քրոնիկ հիվանդություններ են ունեցել, նախկինում, երբ որ ասենք 20,000, 30,000 դրամ փող են տալիս եւ դեղեր են գնում, այսօր այդ դեղերը ստանում են կառավարությունից, այսօր այդ դեղերը ստանում են պետական բյուջեի հաշվին, ու այս դեպքում բազմաթիվ այդպիսի թոշակառուների իրական թոշակը ոչ թե 10 + 10,000-ով է ավելացել, այլ ավելացել է 30,000-ով, 40,000-ով, եթե ճիշտ եմ ասում, ծափ տվեք ուրեմն։ Ժողովուրդ, իսկ ինչի համար ենք մենք այդ ամեն ինչը արել։ Ինչի համար ենք ընդհանրապես այն ինչ որ արել ենք եւ այն ինչ որ անում ենք, այն ինչ որ պատրաստվում ենք անել, ինչի համար ենք կառուցում մանկապարտեզներ, ինչի համար ենք կառուցում դպրոցներ, ինչի համար ենք կառուցում ճանապարհներ, ինչի համար ենք կառուցում ջրագծեր, ինչի համար ենք բարձրացնում թոշակը, ինչի համար ենք ներդրում առողջության ապահովագրությունը։ Կարաք ասեք, ինչի համար ենք անում մենք դա։ Ինչի համար։ Ով տարբերակ ունի, ինչի համար։ Ես օրինակ ինչի համար եմ դա անում։ Ինչի համար եմ դա անում։ Որովհետև սիրում եմ բոլորիդ, այդ դրա համար եմ անում։ Ես իմ ամենամեծագույն ասելիքը եւ գաղափարը եղել է հետեւյալը, որ եւ դա իմիջիալոց իրական Հայաստանի գաղափարախոսության շատ կարևոր մի մաս է, երբ որ ես ասում եմ, որ պետությունը պետք է սիրի քաղաքացին, քաղաքացին պետք է սիրի պետությանը։ Եվ այսօր ես եկել եմ ձեր առաջ կանգնելու եւ որոշակի վստահությամբ, եթե որևէ մեկը ասի, որ դա չի զգում, ես այդքան էլ չեմ հավատա։ Ես եկել եմ վստահությամբ, որ դուք զգում եք ձեր հարազատ պետության, Հայաստանի Հանրապետության սերը ձեր նկատմամբ։ Ժողովուրդ, հաջորդը, ժողովուրդ,
Դուք բոլոր ձեր աչքի առաջ ա եղել 2020-21 թվականից ինչքան հայհոյանք, ինչքան թուքումուր, ինչքան մեղադրանք այդ ամեն ինչի միջով անցնելով մենք կայացրել ենք որոշումներ եւ ես կայացրել եմ որոշումներ որոնց արդյունքում շատ բարդ, շատ դժվար համոզված եմ ձեզնից շատերն էլ այդ որոշումները իրականացման պահին հնարավոր է չի հասկացել, չի ըմբռնել, չի ընդունել, բայց ես գնացել եմ այդ ճանապարհով, գնացել եմ ամենադժվար ճանապարհով, կայացրել եմ ամենադժվար որոշումները եւ այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն։ Բայց ելի իմ հարցը հետևյալի մասին է ժողովուրդ, ինչի համար եմ ես այդ ամեն ինչը արել, ինչի համար, հանուն ինչի եմ ես այդ ամեն ինչը արել, ես այդ ամեն ինչը արել եմ մի բանի համար, որովհետև սիրում եմ բոլորիդ, որովհետև ես համարել եմ, որ իմ պարտքն է կայացնել այնպիսի որոշումներ, որ ուրիշ որևէ մեկը չի կայացնի, եւ ես այսօր հպարտությամբ եմ եկել եւ ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում մենք 2021 թվին եկանք ձեզ ասեցինք ապագա կա, դուք մեզ հավատացիք, այսօր ես հպարտությամբ եմ եկել ձեզ ասել, որ այդ ապագան եկել է, այդ ապագան այսօր է, այդ ապագան հիմա է, մեր բազմահազարամյա պատմության մեջ ապագան միշտ մեզնից հեռու ինչ-որ մի բան ա եղել, որին մենք այդպես էլ երբեք չենք ասել, սա մեր պատմական հազարամյա պատմության մեջ բացառիկ դարաշրջան է, երբ որ մեզ եւ մեր ապագային ոչ մի տարածություն չի բաժանում, հասկանում եք, մենք հիմա այլևս կարիք չունենք երազել ապագայի մասին, մենք հիմա կարիք չունենք մտավախություն հայտնելու, մենք կհասնենք ապագայի, թե չէ, որովհետև մենք այսօր ապագայի մեջ ենք, եւ այն փաստը, որ 2025 թվականը առաջին տարին է, երկու բանով առաջին տարին է 2025 թվականը, 3 բանով առաջին տարի, չնայած որ շատ մտածեմ 4-5-6-ն է, բայց 3-ի վրա կենտրոնանամ, առաջինը 2025 թվականը Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին օրացուցային տարին է, որ մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր ժողովուրդ։ 2025 թվականը առաջին տարին է, որ մենք խաղաղություն ենք ունեցել, ժողովուրդ։ Եվ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ Հայաստանի պատմության ողջ ընթացքում, երբ որ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը ավելի մեծ է, քան Հայաստանից հեռացած։ Եվ ես ձեզ եկել եմ ասելու ժողովուրդ, որ արտագաղթը կանգնել է, արտագաղթը այլևս չկա, այլ կա ներգաղթ Հայաստանի Հանրապետություն, այս է ապագան, որովհետև մենք հիշենք, տարիներով ենք երազել, մտածել, ասել ենք, տեսնես տենց տարի կլինի, ժամանակ կլինի, որ մենք զոհ չունենանք, եւ մտածել ենք, ասել ենք, այո, երևի ապագայում կլինի, մենք մտածել ենք, ասել ենք, տեսնես կլինի, որ մենք խաղաղություն ունենանք, եւ մենք ասել ենք, այո, ապագայում երևի կլինի, եւ մենք մտածել ենք, ասել ենք, տեսնես տենց տարի կլինի, որ արտագաղթ չլինի, այլ լինի ներգաղթ, եւ մտածել ենք, ասել ենք, այո, երևի ապագայում կլինի։ 2025 թվականին մենք 3-ն էլ ունեցել ենք, հիմա մենք 3-ն էլ ունենք, դա նշանակում է, որ մենք ապրում ենք այլևս այն ապագայի մեջ, որը ուզեցել ենք, որը ցանկացել ենք եւ որի մասին երազել ենք։ Բայց հիմա ինչքան էլ տարօրինակ թվա, այդ ապագան դուր չի գալիս ոմանց, մասնավորապես պատերազմի եռագլուխ գուսակցությանը դուր չի գալիս եւ եռագլուխ մաֆիային դուր չի գալիս։ Գիտեք ինչի դուր չի գալիս, ժողովուրդ ջան,
որովհետև 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար մտել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այդ են գումարներն էր, որ հեղափոխություն չլինելու պարագայում շարունակելու էր հոսել ձեր մարդկանց, ավելի կոնկրետ պատերազմի եռագլուխ կուսակցության եւ եռագլուխ մաֆիայի գրպանները։ Նրանք 2018 թվականից Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան 6.6 միլիարդ դոլար փող են կորցրել այդ մարդիկ, որովհետև այդ փողը գնում էր իրանց գրպանը, դառնում էր իրանց դղյակներ, այսօր դառնում է դպրոցներ, դառնում էր իրանց համար ցանկապատներ, այսօր դառնում է ճանապարհներ, դառնում է իրանց համար բաներ, խորովածանոցներ, այսօր դառնում է մանկապարտեզներ, դառնում է իրանց համար, դառնում էր, լսեք, այդ մարդիկ գալիս էին 10,000 դրամի բարեգործական իբր իրա թոշակառուներին եւ մյուսներին փող էին բաժանում, 1 միլիոն դրամի ռեկլամ էին նկարում եւ հեռուստացույցներով ցույց տալիս։ Եվ սա այդ մարդկանց ձեռ չի տալիս, դրա համար է, որ նրանք այսօր էլ նոր խոսույթ են հորինել։ Տեսեք, ես Հայաստանի 8600 քաղաքացու առաջի անգամ վերադարձրել եմ, մենք բերել ենք մեր քաղաքականություններով, վերադարձրել ենք Հայաստան։ Նրանք ասում են 300,000 ադրբեջանցի է հեսա բերելու։ Եվ երեք նայում եմ, ուրեմն մի հատ ռոլիկ են նկարել, որը ժողովուրդ հլա ուշադիր լսեք, մի հատ ռոլիկ են նկարել, որը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը 300,000 ադրբեջանցի է բերելու Հայաստան։ Եվ այդ ռոլիկի վրա, ռեկլամի վրա 85,000 դոլար փող են դրել, 85,000 դոլար փող են դրել, որ այդ ռոլիկը Հայաստանում պտտվի եւ ձեր իրականությունից շեղի։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ թեմային եւ էլի ուզում եմ ասել հետեւյալը։ Իհարկե կան բարդ թեմաներ, խաղաղությունը հաստատված է, բայց Ադրբեջանի հետ մենք թեմաներ ունենք, որ դեռ պետք է այդ թեմաները լուծենք։ Եվ այդ ուզում եմ ասեմ, մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ շատ բաներ, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կա, դա հայելային է։ Մենք ենք խոսում վերադարձի մասին, իրանք են խոսում վերադարձի մասին։ Մենք ենք խոսում, չգիտեմ, մեր պատմական հողերի մասին, իրանք են խոսում իրանց պատմական հողերի մասին։ Ես ձեզ ուզում եմ մի հարցի վրա ուշադրություն հրավիրել։ Ուրեմն ընդհանրապես իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչով է կարևոր եւ ինչով է վտանգավոր պատմական Հայաստանի գաղափարախոսությունը։ Մի շատ կոնկրետ պատճառով, Ժողովուրդ ջան, Բագրատունյաց թագավորությունից հետո 1045 թվից հետո մինչև 1918 թիվը մենք մեր այսօրվա Հայաստանի տարածքում պետություն չենք ունեցել։ 1045-ից 1918-ը, բայց տարածքը առանց պետության չի եղել, հասկանում եք, եղել են ամենատարբեր պետություններ, այդ ընթացքում եղել են ամենատարբեր պետություններ, եւ հետեւաբար սա շատ կարևոր առանձնահատկություն է, մենք տենց արտահայտություն կա, որ ասում է մարդու ամենամեծ դժբախտությունն է, որ ինքը չի հասկանում, թե ինչքան երջանիկ է։ Մեր ամենամեծ դժբախտությունը այն է եղել, որ մենք չենք հասկացել, թե մենք ինչքան երջանիկ ենք, որ հազարամյակ անց ի վերջո անկախ պետություն ունենք իդեմս Հայաստանի Հանրապետության։ Եվ հիմա կարա հարց ընչի, ասվի, որ չնայած հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ որ մեր ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցությունը անդադ խոսում էր 300,000 ադրբեջանցիների մասին, հետաքրքիր բան տեղի ունեցավ, Ադրբեջանը ինքը հերքեց այդ փաստը, բայց ես ուզում եմ նաև պարզ լինի բոլորիս համար, այն ռազմավարական գործարքը, որը ես պատկերացնում եմ եւ իրականացնում եմ, հետեւյալն է, ես ասել եմ եւ անդրադարձել եմ եւ դրանք են եղել ծանր որոշումները,
որ ես կայացրել եմ, հանուն եմ բանի, որ ձեզ սիրում եմ, որովհետև հասկացել եմ, որ եթե այդ որոշումները ես չկայացնեմ, եւս 50 տարի, եւս 20 տարի, եւս 10 տարի կամ գուցե ավելի կարճ տարբեր կոնֆլիկտներով մեզ ես չլնեմ ձեզ Հայաստանի Հանրապետությանը սենց կոնֆլիկտների միջով քարշ են տալու միջև վերջին կաթիլը առնակամ անելու ճանապարհով ես կանգնել եմ եւ ասել եմ վերջ ընդ որում այդտեղ ամենամեծ առանձնահատկությունը գիտեք որն է մեր պատմության մեջ եմ ես անընդհատ փնտրել մեր հարցերի լուծումները մեր չգիտեմ տեսած կլնեք որ մեր պատմության հատորյակները անդադ ցույց եմ տալիս մեր մեծագույն դժբախտությունը միշտ եղել է այն որ մենք թույլ ենք տվել որ մեզ անընդհատ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ հետո օգտագործելուց հետո միշտ մեզ դեն են շպրտել մեզ թողելով բախտի քմաճույքին մեր պատմական բոլոր դժբախտությունները կապված են եղել սրա հետ մեր պատմական բոլոր դժբախտությունները սրա հետ են կապված եղել եւ այսօրվա առանձնահատկությունը ինչ է այսօրվա առանձնահատկությունն է որ մենք ասում ենք մենք ենք մեր ճակատագրի տերը մենք ենք մեր երկրի տերը մենք ենք մեր որոշումների տերը եւ մենք առաջնորդվում ենք միայն ու միայն մեր պետության Հայաստանի Հանրապետության պետական շահերով այսինքն պետության ու քաղաքացու շահով որ եմ համարում պատերազմի եռագլուխ կուսակցության կողմից օգտագործվող խոսույթները նրանք խոսում են հասկանում եք ժողովուրդ երբ որ մենք խոսում ենք տարբեր վերադարձերի մասին երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի ժողովրդի Բաքվի ժողովրդի Նախճեվանի որովհետև Նախճեվանում էլ են հայեր եղել Բաքվում էլ են հայեր եղել Սումգայիթում Կիրովաբադում եւ այլն եւ այդպես շարունակ բազում տեղերում երբ որ մենք բացում ենք այդ դուռը եւ առաջ ենք մղում մերոնց վերադարձի թեման այդ նույն դուռը բացվում է եւ հակադարձ օգտագործվում է նրանց վերադարձի թեման ես դրա համար եմ ասել որ Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնել որովհետեւ դա ճանապարհն է որով մենք ամուր եւ անվերադարձ փակում ենք այդ դուռը եւ ես համոզված եմ որ մենք գնալու ենք այդ ճանապարհով որովհետեւ հակառակը նշանակում է որ մենք նորից մտնենք կոնֆլիկտի մեջ եւ մեր պետությունը առնակամ լինելու բախտի քմաճույքին դատապարտենք որի արդյունքում նրանց այն մարդիկ ովքեր մեզ ուզում են տանել այդ ճանապարհով նրանց նպատակն է որ Հայաստանը չլինի պետություն առավելագույնը որ լինի ֆորպոստ եւ ես կարծում եմ որ մենք այլևս չենք վերադառնալու ֆորպոստի կարգավիճակում ընդ որում հանկարծ չկապեք որևէ կոնկրետ երկրի հետ հանկարծ որևէ չկապեք կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ Հայաստանը դրա համար է որդեգրել բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն դա նշանակում է մենք որ ոչ թե որևէ մեկի ֆորպոստը չենք լինելու ընդհանրապես մենք ֆորպոստ չենք լինելու ընդհանրապես մենք լինելու ենք ազատ անկախ ինքնիշխան խաղաղ անվտանգ բարեկեցիկ պետություն ընդ որում ես շատ կարևոր եմ համարում ժողովուրդ բացատրել ձեզ նաև թե ինչ նշանակում բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն որպեսզի դες պարզ լինի պատկերացրեք մի կշերքը սովորաբար երկու նժարա չէ ունենում հիմա պատկերացրեք կշերք որը ունի 12 կամ 22 նժար եւ այդ կշերքի վրա հարթության վրա Հայաստանի Հանրապետությունն է պատկերացրեք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունն է որ երբ որ մենք տեսնում ենք մեր արտաքին հարաբերություններում կշերքներից մեկ այնքան ծանրանում է որ այս վերևի հարթության վրա գտնվող Հայաստանը կարա շուռ գա մենք մյուս նժարն ենք ծանրացնում որպեսզի Հայաստանի համար հարթությունը ապահովի եւ մենք ոտի վրա կանգնելու տեղ ունենանք տեսնում ենք այս մի կողմնա ծանրանում հաջորդ նժարը դնում ենք մյուս ուղությամբ եւ այդպես շարունակ
Եվ այն, որ ես ուզում եմ դուք արձանագրեք, որ հենց բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության շնորհիվ է, որ մենք այսօր ունենք տնտեսական աճ, որ մենք այսօր ունենք բարեկեցության նոր աստիճան, եւ մենք այսօր աշխարհում ունենք աննախադեպ միջազգային հեղինակություն, ով չի հավատում, թող նա 2026 թվականին ովքեր են եկել Հայաստան, ինչ միջազգային իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում, եւ առաջիկայում մեզ սպասում են նոր պատմական իրադարձություններ, մեր անկախությունից ի վեր առաջին անգամ, եւ նաեւ այդ խաղաղության շնորհիվ, մենք երկաթուղային կապ ունենք արտաքին աշխարհի, այդ թվում մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Այսօր ժողովուրդ, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանի միջոցով, գիտեք որ երկաթուղը, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանից նավթամթերք ներմուծել, այդ նույն օլիգարխաներ, որ բոյկոտի կոչեր էր անում, որովհետև իրանք մոնոպոլիայից զրկվում են, դուք կարաք հարց տաք, ասեք բա լսեք, 8 տարի է իշխանություն եք, ինչի՞ չեք դրանց կարեցել մոնոպոլիայից զրկել։ Իրականում դե յուրե զրկել ենք, բայց դե ֆակտո այդքան էլ չենք զրկել, որովհետև իրանք այնուամենայնիվ մեծ դրա պատճառը գիտեք որն է, որովհետև այդ մոնոպոլիան շոշափուկներ եւ մետաստազներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Այդ էր դրա հիմնական պատճառը։ Երբ որ Ադրբեջանից սկսեց բենզիններ կրվել, դա այդ որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդների դրամ է մնացել Հայաստանի քաղաքացիների գրպանում, որովհետև ինչ անում դրա արդյունքում բենզինի գինը իջավ, դիզվառելիքի գինը իջավ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ, Հորմուզի ճգնաժամի ժամանակ, եթե մենք այդ ներմուծման լրացուցիչ կապողին չունենայինք, պատկերացրեք բենզինի եւ դիզելային վառելիքի գները Հայաստանում անգամներով ավելի շատ էին աճելու, ինչի փորձը մենք նախկինում մի քանի անգամ ունեցել ենք։ Առաջիկայում մեծ իրադարձություններ են սպասվում, թրիփ նախագիծնագործելու եւ Հայաստանի Հանրապետության համար բացվելու են ճանապարհները դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս եւ դեպի հարավ։ Եվ ես ձեզ մի բան եմ ուզում ասել, Հայաստանում ասում են ինչ է փոխվել, կպատկերացնեք, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն է փոխվել, ժողովուրդ ջան, որովհետև նախկինում մեզ անդադ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը վատն է, ահավոր վատ աշխարհագրական դիրք կա։ Այսօր մենք նույն տեղում ենք, բայց Եվրամիության հանձնաժողովի նախագահը գալիս է եւ Հայաստանում, Երևանում ասում է Հայաստանի Հանրապետությունը նստած է արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհի վրա։ Այս նախադասությունը տնտեսական շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի համար եւ ես ուզում եմ ձեզ շնորհավորել այդ թվում Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխության առումով, որովհետև մեր աշխարհագրական դիրքը այլևս ոչ թե հուսահատ է, մեր աշխարհագրական դիրքը այլևս ամենալավ աշխարհագրական դիրքն է։ Մենք վերջին տարիներին աշխարհի ծայրամասից տեղափոխվել եւ դարձել ենք աշխարհի կենտրոն եւ հիմա դուք ապրում եք աշխարհի կենտրոնում, ինչի առիթով ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Ժողովուրդ ջան, բայց այնուամենայնիվ Ժողովուրդ, ճիշտ եմ հասկանում, որ հետևը չի լսվում։ Որտեղ է լսվում։ Հետևում ով լսում է ձեռը, վերևն էլ է լսվում։ Վերևը կլսվի, բայց շատ լավ, բայց ժողովուրդ իրականում գիտեք, այն ինչ որ միջև էս պահածի ամենակարևորը չէր։ Այն որ միջև էս պահածի ամենակարևորը չէր։ Հա, մի հատ էլ ոչ այդքան կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ մի հետևյալ հանգամանքի վրա, որ այսօր ընտրություններում իշխանություն փոխելու խնդիր դրած ուժերից մեկի տղան է պատանդ ուրիշ երկրում, որովհետև Հայաստանում հետախուզման մեջ է։ Եվ չի կարող այդ երկրից դուրս գալ, որովհետև հետախուզման մեջ է։
միակ տեղը, որ ինքը կարա մնա, ես խոսում եմ Ծառուկյանի որդու մասին, ով որ կրակոցներ էր արել, մի հատ էլ ասում են, մտածել են թե կենթանիներ են մոտենում, դրա համար են կրակել, այսինքն ինչ կազինոյից ռնգեղջուրեր դուրս գալու, ես չեմ հասկանում։ Էդ ինչ տրամաբանությունը, ասма կազինոյի վրա կրակել է, ասма գիրեք, երեխեքը մտածել են, ասма բան են, կազինոյից փղեր ու ռնգեղջուրներ են դուրս գալիս, դրա համար են կրակել։ Մի հատ էլ ասма, մի հատ էլ դուրս են գալիս, ասում են մեզ ձայն տվեք, մենք հաղթենք իրանք, ու ասма այդ տղես ասма ամսի 7-ից հետո կվերադառնա։ Նկատի ունի իրանք ընտրությունները հաղթեն, վերադառնա, որ շարունակի կրակել Աբովյանում, Բալահովիտում, Երևանում եւ մնացած բոլոր տեղերը։ Ոչ, ինքը չի վերադառնալու, իրան վերադարձնելու են եւ ուղարկելու են համապատասխան տեղը կրելու իր պատիժը։ Իսկ մյուս կալուկացի օլիգարխի ունեցվածքն է պատանդ ուրիշ երկրներում։ Եվ հետևաբար, հատ չգիտեք, կարծում եմ գաղտնիք չեք ասում, եւ հետևաբար, դուք պետքա որոշում կայացնեք, քվեարկում եք պատանդների օգտին թե չէ։ Նրանք, ես կոնկրետ ասում եմ, չնայած դա միջպետական տրամաբանությամբ բան չի, այդքան էլ տեն չի, բայց ով որ քվեարկում է Գագիկ Ծառուկյանի օգտին, ուղիղ ձայնա տալիս Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոին, ես դեմ չեմ, մի անգամից ասեմ, բայց ով որ Գագիկ Ծառուկյանին ձայնա տալիս, ուղիղ քվեարկում է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի օգտին, իմ կողմից շատ հարգված, եւ ես էլ եմ ասում, ես դեմ չեմ, ժողովուրդ դուք որոշեք, որոշողը դուք եք, այն Լուկաշենկոյի օգտին, ով Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում խոստովանեց, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը Ադրբեջանի կողմից։ Մի հատ է Ծառուկյանը կանգնում է Լուկաշենկոյին պաշտպանում է, ժողովուրդ ջան։ Լուկաշենկոյին պաշտպանում է, գիտեք ինչի, որովհետև տղեն պատանդ է Բելարուսում։ Եվ հետևաբար այս շատ կարևոր հարց է։ Մյուսի ունեցվածքն է պատանդ այլ երկրում։ Եվ հետևաբար դուք շատ պարզ ընտրության առաջ եք կանգնած 2026 թվականի հունիսի 7-ին քվեարկել սեփական երկրի օգտին, թե քվեարկել օտար երկրի կողմին։ Ես էլի ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հա, մի հատ էլ կանգնում են, ասում են բանը։ Ասում են մեկ այդ կալուտգացի օլիգարխ, ասում է դե ես եմ ելնելու վարչապետ, ասում է այդ հարցազրույց բան, թարգ, այդ մարդը ոչ վարչապետի տեխնացու կարա լինի Հայաստանի օրենսդրությամբ։ Չի կարա, այդ մարդը ընդհանրապես տեխնացու չի, ոչ վարչապետի, ոչ պատգամավորի, ասում է ես եմ ելնելու, ժողովուրդ, դուք, հա? Բայ, իմ հարցն էլ այդ, ինչի իման վրա է ասում, ինչի, էլ լավ հիշեցրիք, 44-օրյա պատերազմի ժամանակի հայտարարություն է անում, ասում է, կոչ եմ անում Ադրբեջանին ու Հայաստանին չգինեմ ինչ, այսինքն ինքը բանից է, էլի, ինքը Բուրկինա Ֆասոից է, կողքից իրան դնում է դուրս Հայաստանին եւ մի հատ էլ ասում է Փաշինյանին ասեք, ինչ էր ասել, ինքը գիտի, թե ինչ եմ նկատի ունեցել, չգիտեմ, կանգնի մարդկանց առաջ բացատրի, այդ ոնց էր դու տեն չեզոք դիրքում քեզ դրել եւ կոչեր էին անում, դա գիտեք ինչ է նշանակում, դա նշանակում է մարդ, որ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, Բայց ժողովուրդ, հիմա ամենակարևորի մասին, ամենակարևոր իմ ասելիքներից ամենակարևորն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, ամենակարևոր ասելիքը։ Շատերն են այսօր ասում, հիմա այդ խաղաղությունը կա, այդ խաղաղությունը չկա, լավն է, վատն է։ Ժողովուրդ, ես խաղաղությունը համեմատում եմ 9 ամսական է մեր խաղաղությունը։
Ես 9 ամսական խաղաղությունը համատում եմ 9 ամսական երեխայի հետ։ 9 ամսական երեխան կա թե չկա։ 9 ամսական երեխան իհարկե կա, 9 ամսական երեխան մարդ է, անհատ է, ունի անուն ազգանուն, ինքը անհատ է, քաղաքացի, ավելին, այն տանը, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ 9 ամսական երեխան այդ տան ամենակարևոր անդամն է, համաձայն եք թե համաձայն չեք։ Այն տանը, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ 9 ամսական երեխան այդ տան ուրախությունը եւ երջանկությունն է, համաձայն եք թե համաձայն չեք։ Այդպիսին է նաեւ մեր 9 ամսական խաղաղությունը, որովհետեւ ես տեսնում եմ, դա ակնհայտ է, դուք էլ եք հույս ունեմ տեսնում, որ դա երջանկացնում, ուրախացնում է մեր ժողովրդին։ Ոչ մի բան մեր ժողովրդին այնքան չի ուրախացնում։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, թոշակառուների հետ որ շփվում եմ, մարդիկ չեն ասում շնորհակալություն թոշակը բարձրացնելու համար։ Մարդիկ ասում են շնորհակալություն խաղաղության համար, որովհետև այո թոշակառուի համար խաղաղությունը ավելի կարևոր է, քան թոշակը։ Բայց խաղաղությունը 9 ամսական, մի ուրիշ բանով էլ է շատ նման 9 ամսական երեխայի։ Եթե 9 ամսական երեխայի նկատմամբ հոգ չտանենք, խնամք չտանենք, այդ երեխան չի ապրի, այդ երեխան ոտքի չի կանգնի, այդ երեխան չի մեծանա։ Եվ հետևաբար նույնն է խաղաղությունն է, եթե մենք խաղաղության նկատմամբ հոգ չտանենք, եթե մենք խաղաղությանը տեր չկանգնենք, այդ խաղաղությունը չի ապրի, որովհետև բոլոր տեղերից, այդ թվում Հայաստանի ներսում, պատերազմի եռագլուխ կուսակցությունը ատամները սրած սպասում է հնարավորությամբ, որ հոշոտի այդ 9 ամսյա մանուկին երեխային խաղաղությանը։ Եվ հիմա չափազանց կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնան ընտրական տեղամաս, մի անելիքում եք դուք ժողովուրդ, դուք պետքա տեր կանգնեք խաղաղությանը, դուք պետքա տեր կանգնեք այդ 9 ամսյա մանուկին խաղաղությանը, ձեր խաղաղությանը, որովհետև դուք եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են այդ խաղաղության ծնողը, որովհետև այդ խաղաղությունը հաստատվել է ձեր ջանքերի, ձեր զրկանքների, ձեր տառապանքների եւ ձեր կամեցողության եւ ձեր ըմբռնման շնորհիվ։ Եվ հետեւաբար ես կոչ եմ անում բոլորիդ գնալ ընտրական տեղամասեր հունիսի 7-ին եւ քվեարկել համար 16-ի օգտին, որովհետեւ այդ ընտրությունն է միայն, որ երաշխավորելու է 9 ամսյա մանուկի հետագա բնականոն զարգացումը, կայացումը, ոտքի կանգնելը։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չի, քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, ես պետք է ասեմ, դուք խնդրում եմ ասեք, որ տեր եք, խնդրում եմ ասեք, որ տեր եք, որովհետև պետությանը անկախությանը, ապագային, խաղաղությանը, ապարանին, Արագածոտնի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Ժողովուրդ իմիջայլոց Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, տեղեկացնեմ, որ նաև Արագածոտնի մարզի հիմնական մեծ հավաքը տեղի է ունենալու 7:30 մարզ կենտրոնում եւ ով ժամանակ ունի, հավես ունի, տրամադրություն ունի, ուրախ կլինենք այնտեղ նաև ձեզ հանդիպենք։ Լավ եղեք, մինչև հանդիպում երեկո։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։